Ավագ որդին դաշտում էր։ Երբ տուն էր վերադառնում, երաժշտության ձայն լսեց։ Նա կանչեց ծառաներից մեկին եւ հարցրեց, թե ինչ է այդ ամենը նշանակում։ Ծառան ասաց. Քո եղբայրը տուն է վերադարձել եւ հայրդ հրամայել է հորդ մորթել նրա վերադարձի համար։ Ավագ որդին շատ բարկացավ եւ չցանկացավ ներս մտնել։ Այդ ժամանակ հայրը դուրս ելավ եւ նրան հրավիրեց, սակայն որդին նրան պատասխանեց. Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել։ Ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որ քո ունեցվածքը վատնեց անառակության մեջ, պարարտ եզը մորթեցիր նրա համար։ Բայց հայրը նրան պատասխանեց. Որդիս, դու միշտ ինձ հետ ես եւ այն ամենը, ինչ ինձ է պատկանում, նաեւ քոնն է։ Բայց քո եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։